Գված թե գործված, բոլորս ալ պիտի մտնենք հավիտենականություն։ Շատեր գուհուսան, թե մահը կնշանակե ոչնչացում, բայց այդպես չէ։ Երբ Հիսուս ի վերջո հայտնվեցավ Ղազարոսին մահեն 4 օրեր ետք, գոդրած սրտով Մարթային ու Մարիամին առաջին խոսքերը Հիսուսի եղան. «Դեր, եթե թուն հոսը լայիր», 21-րդ համարը։ Անոնք հիանալի հավատք բացահայտեցին Հիսուսի հանդեպ, բայց ոչ այն հավատքը, որ մահեն անտին է։ Մարթա կհավատար հարության, և թե օրմը դարձյալ պիտի տեսներ իր եղբայրը, բայց Հիսուս ըսավ իրեն. «Ես եմ հարությունն ու կյանքը», 25-րդ համար։ Եթե գուզես գիտնալ, թե Աստված ինչ կսկա քու սիրելիներուդ մահվան նկատմամբ, մխիթարվե, երբ տեսնես, թե ինչպես Հիսուս վշտացավ Մարիամին և սգավորներուն հետ։ Անոնք, որոնք կդիտեին Հիսուսը, կարծեցին, թե Հիսուս լացավ, որովհետև ան Ղազարոսը կսիրեր, բայց իրականության մեջ ան լացավ, որովհետև ան կսիրեր սգացող ողջերը։ Հետո Հիսուս խնդրեց, որ Ղազարոսին գերեզմանին վրա դրված քարը մեկտի կլորեն։ Մարթա, որ շատ գործունյա էր, հիշեցուց Հիսուսին, որ մարմինը հոդած պիտի ելլար։ Հիսուս աղոթելեն ետք բարձրացայն աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկուր», և այնտեղ քարայրին բերանը Ղազարոս եկավ։ Ոտքերն ու ձեռքերը բադանքով կապված, նույնիսկ իր երեսը փաթթված։